Բարև ձեզ, ես Վիկտորիա Մելքոնյանն եմ, սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այս տեսանյութի շրջանակներում մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես կարելի է չափել ֆոսֆատի կոնցենտրացիան ջրի մեջ։ Դրա համար մենք օգտագործենք API-ի ֆոսֆատի թեստավորման հավաքածու։ Ձեր թեստավորման հավաքածու կարող է տարբեր լինել։ Այս պատճառով անհրաժեշտ է հետևել հենց ձեր հավաքածուի վրա նշված քայլերին ճիշտ չափումներ կատարելու համար։ Մաքուր փորձանոթի մեջ, որը տրամադրված է հավաքածուի հետ, լցրեք 5 մլ ջրի նմուշ, որը ցանկանում եք փորձարկել։ Այնուհետև հանեք ֆոսֆատի թեստավորման լուծույթ 1-ի ռեագենտի շշի անվտանգության կափարիչը, սեղմելով ներքև և պտտելով։ Շիշը պահեք գլխի վայր, ջրի նմուշի նկատմամբ ուղղահայաց։ Ավելացրեք ուղիղ 6 կաթիլ։ Շատ կարևոր է շիշը պահել ուղղահայաց, որպեսզի յուրաքանչյուր կաթիլ լինի միատեսակ։ 6 կաթիլ ավելացնելուց հետո փակեք փորձանոթը և ուժեղ թափը արեք 5 վայրկյան։ Այժմ վերցրեք ֆոսֆատի թեստավորման երկրորդ լուծույթը։ Շիշը պահեք գլխի վայր և նույն կերպ ավելացրեք 6 կաթիլ լուծույթ։ Փակեք փորձանոթը և նորից ուժեղ թափը արեք 5 վայրկյան։ Թափը արելուց հետո դրեք փորձանոթը սեղանի վրա և սպասեք 3 րոպե։ Երբ 3 րոպեն անցնի, համեմատեք լուծույթի գույնը հավաքածուի մեջ տրամադրված ֆոսֆատի գունային աղյուսակի հետ։ Համեմատությունն անցկացրեք լավ լուսավորված վայրում, աղյուսակի սպիտակ ֆոնի վրա։ Այն գույնը, որն առավել մոտ է ձեր լուծույթի գույնին, ցույց է տալիս նմուշի ֆոսֆատի մակարդակը։ Արդեն փորձարկված և գրանցված լուծույթը պետք է գցել աղբամանը և ոչ մի դեպքում չլցնել այն ջրի մեջ, որով կատարում եք փորձարկումները։ Այն փորձանոթը, որի մեջ կատարվել են փորձարկումները, պետք է 3 անգամ լվանալ մաքուր ջրով։